Վերջի շրջանում այնպիսի տպավորություն ստացվում, որ բարեգործությունը Հայաստանում հանցագործություն է։ Մասնապես այդպիսի, ասենք, պնդումներ են արվել Սամվել Կարապետյանի, Գագիկ Սահակյանի եւ այլոց մասին։ Ես կարծում եմ, որ եթե ես վերջի 20 տարիների ընթացքում իսկապես իմ աշխատանքը չէ, չեմ քաղաքականացնում։ Չէ, ուղղակի դուք պնդում արեցիք, որ եթե այդքան միջոց հատկացրել 20 տարիների ընթացքում եւ ինչպես ասացին փաստաբանը, իսկապես այն շրջանում երթերությունների բարձր վարձատրելով աշխատանք ի տարբերություն այլոց, ես իմ աշխատանքային եկամուտից եմ արել բարեգործություն, որտեղ դուրս աշխատելով երկրից նկատմամբ պարտք եմ զգացել եւ այդ պարտքը վճարել եմ տարբեր բարեգործական կազմակերպություններ ինքը ստեղծելով կամ ուրիշների ստեղծածներին հաջացնելով։ Ինչպես տեսնում եք, դա բազմաթիվ տարբեր կազմակերպություններ։ Այս գործի հետ կապված իհարկե եւ դուք եւ փաստաբանները ինձ հորդորել են հիմնավոր կասկածին չանդրադառնալ եւ ես չեմ անդրադառնալ հիմնավոր կասկածին։ Ես պարզապես ուզում եմ ասեմ հետևելը։ Այս ամբողջ գործը իրականության նենգափոխման դասական օրինակ է։ Իրականության նենգափոխ։ Երբ որ դու կարդում ես մեղադրական եզրակացության, այսպես ասած փաստական մասը, հետո նայում ես ինչա դրանից հետևում, հասկանում ես, որ իր մեջ ոչ մի կապ գոյություն չունի։ Տրամաբանական ոչ մի կապ գոյություն չունի։ Եվ ընդհանրապես ասած դուք հարցը տվեցիք գործը պետք է կարճել թե չէ, հասկանում եմ, որ կարճելու այս բանը չկա, բայց ընդհանրապես ասած այս գործը պետք է կարճված լինել վաղուց իրական։ Որովհետև նորից եմ ասում, նկարագրական մասի եւ եզրակացության միջեւ ոչ մի տրամաբանական կապ գոյություն չունի։ Եվ ընդհանրապես ասած են երկու ամիսը, որ ես անցկացրել եմ անազատության մեջ, ինձ հիմք է տալի ենթադրել, որ ամբողջ գործը նախաձեռնվել է երկու նպատակով։ Առաջինը խափանելու մեր քաղաքական գործունեությունը, չեն քաղաքականացնում, իսկապես դա է։ Եվ երկրորդը ուղղակի որոշակի թեթև խոշտանգում իրականացնելը, որտեղ այդ բանտիկ պայմաններում կյանքը խոշտանգում է իրականում նորմալ ցանկացած մարդու համար։ Մտածող, կրթված մարդու համար դա խոշտանգում է։ Եթե որևէ մեկը չի հավատում, կարող այցել ու տեսնի բան մեջ։ Ուստի անկեղծ ասած ես կարծում եմ, որ ընդհանրապես ցանկացած խափանման միջոց պետք է վերացվի։ Այս գործը բնականաբար պետք է քննվի, ցանկացած խափանման միջոց պետք է վերացվի։ Բայց քանի որ հասկանում եմ, որ այս ամեն ինչը տեղի ունենում որոշակի իրավական պայմանականությունների շրջանակում միանում եմ իմ փաստաբանների առաջարկին կիրառել խափանման միջոց, որը ձեր տեսանկյունից ապահովում է իմ իրավաչափ վարքագիծը, բայց մեծ կողմից բնականաբար չի սահմանափակում իմ ազատությունը, որը գործի տեսանկյունից որևէ արժեք չի ներկայացնում, բացարձակ որևէ արժեք։ Որտեղ չկա վկա, որի վրա ես կարող եմ ազդել, չկա հանցանք, որ ես կարող եմ կատարել։ Խափանման միջոց փոխող, երկարացնող կամ ընտրողը ես եմ, պարոն մեղադրողը չի, իրան մի նայեք։ Գիտեք ինչ եմ իրական նայում, գիտեմ որ դուք եք, բայց որովհետև ինքն է ներկայացնում մեղադրանքը, որ абսուրդ է։ Ինքն է ներկայացնում մեղադրանքը, որ абսուրդ է, որի նորից եմ ասում նկարագրական մասի եւ ձեզ կհամոզել, երբ դատական գործընթացով գնանք, խոստանում եմ ձեզ համոզել։ Իրան ես չեմ համոզում։ Ես իրան մեղադրում որտեղ ինքը որովհետև այդպիսի մեղադրական եզրակացության տակ ստորագրել չի կարելի։ Ուրեմն ինքը նախ առաջ մեղադրական եզրակացությունը չի ստորագրել, դու դա կապ չունի։ Այդքանով ավարտում եմ խոսքս։ Ձեզ խոստանում եմ համոզել, շնորհակալություն։